Սրբազան հայր, Պոյտաբյուրոյի անդամ ընկեր, Պոյտա Լիբանանի գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Ռամգավար ազատական կուսակցության ներկայացուցիչներ, Բուրչամուտի եւ Անջարի քաղաքապետներ, ընկերներ, սիրելի ներկաներ։ Ասկը այն հավաքականությունն է, որ կբնորոշվի իր պատմական միասնական զարգացումով, հավաքական պատկանելիության զգացումով, մշակույթով, լեզվով եւ կենցաղով, նպատակ ունենալով հարաճ դիմել այդ բնական ինքնության ներկայացուցած ժառանգության հովանիին տակ։ Իսկ ազգային պետականությունը այն հողատարածն է, որ ազգային հավաքականությունը գերդած է վերոհիշյալ իր պատմական ժառանգային ինքնությունը, ուր հիմնած է աշխարհաքաղաքական եւ տնտեսական միավորում, հարաճ մղելու համար այդ հավաքական զարգացումը եւ իղձերու իրականացումը։ Վերջին տասնամյակներուն միջազգային զարգացումները փաստեցին, որ ապազգային նշանախոսներու, գաղափարականություններու կամ կրոնական հասկացողություններու վրա հիմնված պետականությունները չեն ներկայացնել ազգային հավաքականության մտասևեռումները եւ ենթակա են ինքնագործանումի կամ գերբարանափոխումի։ Նույնիսկ համաշխարհայնացումի ռահվիրա հավաքականությունները եւ պետությունները, որոնց կարգին այլ հասարակություններու կողմէ իբրև ստորգայության բարդույթ իդեալ նկատող Միացյալ Նահանգներ ներկայիս ազգային գաղափարափոխությունը ընդունած են իրենց պետական գերագայության բնական միջավայր։ հունվար 1918 շահագործելով բոլշևիկյան պետական հարվածով ստեղծված վակյումը, ոտնագողելով Երզնգայի զինադատարի համաձայնագիրը, Օսմանյան ուժերը հարձակման անցան, հաջորդական 2 ամիսներու ընթացքին իրենց հակագշիրը վերահաստատելով նախորդ տարիներուն ազատագրված Արևմտյան Հայաստանի նահանգներուն վրա, Գարին, Տարոն, Վասպուրական, հասնելով նախապատերազմյան ռուսական եւ օսմանյան կայսրություններու սահմանները։ Երբ Անտերկովկասի ազգային 3 միավորները, հայերս, վրացիները եւ թաթարները ներկայացնող պատվիրակությունը կպատրաստվեին մեկնելու տրապիզոն, բանակցություններու ձեռնարկելու համար օսմանյան պետության ուժերուն հետ։ Մինչ այդ բոլշևիկ իշխանություններուն հետ գնքած Բրեստ-Լիտովսկի համաձայնագրին հիման վրա թուրքերը բանակցություններուն որպես նախապայման պահանջեցին Գարսի եւ Արդահանի նահանգներու հանձնումը Օսմանյան պետության։ Մայիս 11 Բաթում փոխադրված բանակցություններուն թուրքերը ներկայացուցին հավելյալ պահանջներ ձեռք բերելու համար Գյումրիի շրջանը եւ Երևանի նահանգի արևմտյան տարածքները։ Միաժամանակ գետնի վրա աշխուժացնելով զինվորական գործողությունները դեպի Էջմիածին եւ Երևան։ Մայիս 19 Իրողաբես հայ ներկայացուցիչները առանցինն էին, որոնք մերժեցին թուրքերու վերջնակիրը։ Ինքնասպանություն էր ընդունել վերջնակիրը։ Խուջաբի մատնված հայ զանգվածին դիմաց, երբ օսմանյան զորքերը միանգամի կիլոմետր հեռու էին Երևանեն, եկավ Արցախի զավակ Արամ Մանուկյանի պատգամը։ Ոչ մի նահանջ, ոչ մի գծի վրա։ Նահանջ Երևանից կնշանակե խաչ քաշել մեր ամբողջ գործունեության եւ մեր ապակա քաղաքական մուրացներուն վրա։ Բոլորդ պիտի մնաք եւ մեռնիք։ Երևանը չենք դադարի եւ պետք է գրվենք, թիմադրենք թշնամուն, մինչեւ վերջին մեր գաթիլ արյունը,
մինչև վերջին քննարկը։ Կամ այստեղ ինձ կխփեք, կամ բոլորդ կգնաք գրվի տաշտ։ Մայիս 21 Անդեղյակ հայության վերջին հարվածին վճռագամութ են, թրքական զորքերը վերանորոգեցին իրենց հարձակումները 3 ուղղությամբ՝ Ղարաքիլիսե, Փաշաբարան, Սարտարաբադ։ Նպատակ ունենալով բնաչնչել հայության ազգային գոյությունը եւ գետնի վրա իրականացնել այնինչ որ հայ բանակնացիները կմերժեին ընդունել հակառակ դժվար պայմաններում։ Այսօր իրողության դիմաց էր, որ Վրաստան եւ հետագա Ադրբեջան հայտարարեցին իրենց անկախությունը։ Իրավաբես նաեւ առանցին մնացած հայությունը հանցինս հայոց ազգային խորհրդին 30 մայիսին ինք եւս հայտարարեց Հայաստանի անկախությունը, այդ թվականը ճշտելով 28 մայիսը։ Եվ իբրև անկախ պետականություն Բաթումի մեջ բանակցությունները շարունակեց թուրքական կողմին հետ։ Զուգահեռաբար 3 ռազմաճակատներուն վրա Արամին գոչին իդես հայությունը կհաջողեր թիմել անսպասելի նախահարձակումի, ոչ թե միայն գասեցնելով թուրքական հարաճխաղացքը, այլ փախուստ պարտադրելով Օսմանյան զորքին։ Երբ հայկական ուժերու հաղթանակի լուրը հասավ Բաթում, Օսմանյան կայսրության ներկայացուցիչներուն այլ ընդրանք չեր մնացած, քան ընդունել իրողությունը եւ ճանչնալ նորաստեղծ հայ պետությունը։ 4 հունիս Թեև այդ օրերուն շատ լսվեցան ցայներ, որոնք հայ զորքերեն բանջեցին հալածել խուժաբահար փախուստի դիմաց թուրքական զորքերը։ Սակայն հայ զինվորական եւ քաղաքական անձնավորություններուն հերադես մոտեցումով ստորագրվեցավ Բաթումի դաշնակիրը, որմով Օսմանյան կայսրությունը եղավ առաջին պետությունը, որ ջանցավ Հայաստանի Հանրապետությունը իբրև իրողական էություն մոտ 11,000 քառակուսի կիլոմետր տարածությամբ հակառակ Օսմանյան կենտրոնական կառավարության ժխտումներուն։ Հայ բանակնացիները քաչ գիտեին, թե Օսմանյան բանակը կրնա վերախմբվել եւ թիմել հակահարձակողականի։ Հիմնական էր հաղթական թիրքերը համաձայնագիր ստորագրել եւ նախաձեռնությունը բահելով հայության մոտ քայլ առ քայլ թիմել նորաստեղծ պետության կառուցման եւ ընդարձակումին։ Թեկուզ որ ստորագրված համաձայնագրի մեջ գային անընդունելի եւ անիրակորձելի գեդեր, ինչպես օրինակ թուրքերուն պահանջքը Հայաստանի վրայով Բաքուի հետ ունենալ երկաթուղի միջանցք։ Սովահար գաղթականներով լեցված նորաստեղծ պետության առաջին վերելքը դեղի ունեցավ դժնդակ պայմաններու մեջ։ Սակայն հայկական ազգային պատրաստակամության գործադրությամբ նորաստեղծ պետությունը ոչ թե միայն սահմանները ընդարձակեց 67,000 քառակուսի կիլոմետրի Գյումրիի, Գարսի, Արդահանի, Նախիջևանի, Զանգեզուրի եւ Լորիի ազատագրումով եւ հայացումով, այլ նաեւ պետական հիմնական կառույցներու հաստատումով։ Կառավարություն, խորհրդարան, արտարադատական համագարկ, օրենսդրություն, վարչական եւ ինքնավարման կառույցներ, առողջապահական համագարկ, ազգային բանակ, դրամանիշ, պետական համալսարան, ազգային ընկերվարական, ընկերային եւ տնտեսական համագարկ, դիվանագիտական հարաբերություններ, անցակիր, թրոշակ, զինանշան, օրդներք, հաղորդակցության միջոցներ, գյուղատնտեսական համագործակցականներ, հասնելով ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի հայտարարության, նշելով 2 տարիներու ընթացքին կատարված գարփ իրագործումները միան։ Եվ այս բոլորը հայ հեղափոխական դաշնակցության ծրագրումով, որոշումով, գամքով եւ գործադրությամբ ի խնդիր հայ ազգային պետականության։ Իզուր, որ հաջորդող տասնամյակներուն հայ ազգային անկախ պետականության հաստատումը պիտի անվանվեր
Հայաստանի բուրժուական հանրապետություն, կամ ավելի ետ նորոք օրերուն Հայաստանի առաջին հանրապետություն, նսեմացնելու համար պետականության հաստատման հայ ազգային նշանակությունը։ Սակայն 1965-ին Ծիծեռնակաբերդը կառուցած և 1968-ին Սարդարապետի հուշահամալիրը կերտած հայ ղեկավարությունն ու մտավորականությունը թեկուզ խորհրդային շղարշին տակ քաչ գիտեր հայ ազգային պետականության վերահաստատման իմաստն ու արժեքը։ Երբ 1981-ի մարտին խորհրդային Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարներ Հայդար Ալիև և Շևարդնաձե իրենք գալով հայության ոտքերուն կմասնակցեին Երևանի մետրոյի բացման հանդիսության, ականատես ըլլալով հայ ստեղծագործության նվաճումներուն և ավելի ետ Գլխիգոր, Ագամա, կայցելեին Սարդարապետ, Զարգեբսակ զետեղելու համար հայ ազգային պետականության վերահաստատման իխնդիր ինգած հայ նահատակներու շիրիմին, անոնք ևս լրելյան գնտունեին հաղթանակը հայ ազգային այն նկարագրին, որ ավելի ետ 1988-ին սկսյալ պիտի ձեռնարկեր Արցախի ազատագրական պայքարին։ Հարգելի ներկաներ, վերոհիշյալ բոլոր տվյալներուն լույսին տակ մեր խոսքը ուղղելով հայ ազգային պետականությունը ականահարել փորձող երևելի և աներևույթ ներքին և արտաքին ուժերուն։ Եթե հայության ազատ կամքով 1918 մայիս 28-ին չհայտարարվեր հայկական ազգային պետականությունը, այսօր գոյություն չէր ունենար Հայաստանի Հանրապետությունը։ Ձեր ընթացքը հակառակ կգործե, ինչպես դուք կսեք, էվոլյուցիային։ Միջազգային և համաշխարհային համագարկը կընթանահոն, ուր կարժևորվին ազգային պետականության ամրամտման համագարկը։ Ձեր ապազգային քաղաքականությունը միայն կնպատակադրե կանթել այն ինչ որ կառուցված էր 107 տարիներու ընթացքին, փորձելով խաչ քաշել հայության ներկա և ապագա մուրացներուն վրա։ Չունիք հայության կողմից ձեզի տրված օրինականությունը խփելու ավելի քան 3000-ամյակներու ընթացքին արմատացած հայկական արժանապատվությունը։ Կքանթեք հայության ազգային նկարագիրը, նսեմացնելով և ոտնագողելով հայկական ժառանգությունը։ Կականահարեք պետական, ընկերային և տնտեսական համագարկերը, խորհրդարանը կվերածեք կրկեսի, ազգային բանակի մեջ զինվորական ծառայությունը կդարձնեք սակարան, կչլատեք հայության մարտունակությունը, վախի և սարսափի մթնոլորտ հրամցնելով հասարակության, կբղձեք Արարատի սրբությունը, նախաձեռնողի փոխարեն կմղեք մնայուն զիջումներու քաղաքականության, արիդ կնձայեք, որ Թուրքիո հովանավորությամբ Ադրբեջան քայլ առ քայլ գրծե Հայաստանի հայապատկան հողատարածքները, Արցախեն Վայոց Ձոր և Սյունիք սոտկեն երաստ, իրենք առնելով նախաձեռնությունը նորանոր նախապայմաններ բացատրելու համար այսպես կոչված հաշտության թեական համաձայնագրին։ Այնպես ինչպես Արևմտյան Հայաստանը Անկարայի կողմէ ներկայացված է որպես Արևելյան Անադոլու, Հայաստանի Հանրապետությունը Բաքուի կողմէ կներկայացվի որպես Արևմտյան Ադրբեջան։ Բոլորս մտահոգ ենք, բոլորս սակայն լուր ենք։ Այսօր մայիսյան հաղթանակներու կոթողին շուրջ հավաքված պահանջատեր և իրավատեր երիտասարդներ, Արամի պատկամն է, որ կհնչե։ Բոլորս կգնանք հետևողական և կազմակերպված պայքարի դաշտ, իխնդիր հայության վերջին քննարկով հաստատված ազգային պետականության վերահաստատման և մեր մուրացի իրականացման։ Այլ ընտրանք չկա։